Դուք ես տոնածառի լույսերի միացման միջոցառմանն եք եկել Այո։ Որտեղից եք եկել։ Երևանից, երրորդ մասից։ Երրորդ մասից ենք։ Եվ ինչ կարծիք ունեք այս զարդարանքի ամեն ինչի մասին։ Երբևիցե բացասական չի կարելի տրամադրվել, քանի որ մեր երկիրն է, մենք սիրում ենք մեր երկիրը, ինչ էլ անեն, մենք կողմնակից ենք։ Շատ լավ է։ Ճիշտ է, սա տոնը պետք է կազմակերպել երեխաները ուրախանան, բայց 607 միլիոն դրամ է ծախսվել, այս մասով ինչ կարծիք ունեք։ Դե գիտեք, ճիշտն ասած չեմ կարող ասել ուռճացված այդ գինը, թե իրոք այդքան են արել, դե դա էլ է պետք, ինչ անենք։ Համաձայն չեմ, ճիշտ է, բայց մեր երկիրն է, պետք է դրական ընդունենք։ Եվ Հայաստանի համար էս անցնող 2025-ին ո՞րն եք համարում կարևոր իրադարձությունը։ Չկա կարևոր իրադարձություն, ճիշտն ասած։ Պիտի սպասենք, ինձ թվում է 2026 թվականը տեսնենք ինչ կլինի, որովհետև շատ բաներից տեղեկացված չենք ճշգրիտ։ 26-ին ինչ կուզեք լինի։ Կուզենք լինի խաղաղություն, մեր երկիրը լինի առողջ մթնոլորտում, լինի սահմանները բաց լինեն եւ որը որ մեզ պետք է մեր երկիրը կարողանանք պահել, այդ երկրի հետ էլ հաշտ համերաշխ լինել։ Եվ 26 թիվը արդեն նախընտրական է, կուզեք Հայաստանում 26-ին իշխանություն փոխվի։ Գիտեք ինչպես, կոնկրետ մեկը չկա, որ մեզ ճիշտ մատուցի, կարողանանք ընտրել որից է մեկին։ Ամեն անգամ նորին ընտրելուց գալիս են խոստումներով, ամեն ինչով, բայց նորիվ հակառակա լինում։ Դրա համար վստահել չկա, չգիտենք ճիշտն ասած։ Համենայն դեպս գնալու ենք ընտրությունների անպայման։ Իմ ձայնը չեմ թողելու ուրիշին։ Եկել եք մասնակցեք մեզ միջոցառմանը, տրամադրությունը ոնց է։ Շատ լավ։ Ինչ ակնկալիքներ ունեք ընդհանրապես 26 թվականից։ Լավ։ Երևանից եք։ Այո։ Եվ այս միջոցառման համար 607 միլիոն դրամ է ծախսվել Երևանի բյուջեից, ինչ կարծիք ունեք, պետք էր ծախսել թե ոչ։ Չեմ կարող ասեմ։ Բարև ձեզ, եկել եք մասնակցեք միջոցառմանը, տրամադրությունը ոնց է։ Շատ լավ Նարեկ ջան, ճոխ։ Ինչ ակնկալիքներ ունեք այս նոր տարուց որ գալիս է։ Ինչ ես ուզում։ Պետության հետ կապված։ Պետությանը ես շատ շնորհակալ եմ մեր ղեկավարությանը, մեր վարչապետին, մեր կառավարությանը շատ։ Ակնկալիքները շատ մեծ է։ Խաղաղություն ամենակարևորը Նարեկ ջան։ 25-ի ձեռքբերումը ո՞րն եք համարում։ 25-ի ձեռքբերումը ես խաղաղությունը։ Միայն խաղաղություն Նարեկ ջան, դուք չեք տեսնում ինչա կատարվում։ Եվ եկեղեցին ազատագրելը սրբապիղծներից։ Եվ այս ամեն ինչի համար 607 միլիոն դրամ է ծախսվել։ Շատ լավ է Նարեկ ջան, ինչի չծախսվի, բայց ինչ պարտադիր է ողբ լինի, լաց լինի, վիշտ լինի, դա է մեր ուզածը, չէ, կարծում եմ։ Կարծում եմ մեր վարչապետը ինչ անում է ճիշտ անում Նարեկ ջան։ Այլ խնդիրներ չկան, իհարկե Կան Նարեկ ջան, կան, բոլորը խնդիրներ են, այո, 30 տարի ոչ մի խնդիր չի լուծվել, եթե իհարկե չեք կտրելու իմ խոսքերը։ Ես ճիշտն ասած ես շատ եմ ձեզ փնովում, ձեզ լրագրողական աշխատանքները։ Վատ կոմենտներ գրողները դուք եք։ Չէ, ասեմ ձեզ Նարեկ ջան, վատ կոմենտ գրողներից մեկը գրում եմ, բայց ոչ շատ։ Ասեմ ինչի համար, քանի որ կուլտուրա չկա մեր այդ լրագրողական դաշտում, որ ասենք մեկը խոսում է, մյուսը պետքա լռի։ Տարական կուլտուրայից զուր կա ամեն ինչը Նարեկ ջան։ Ծախսերը ինչ է, նորմալ է, երեխաները ուրախանում են։ Ավելի համեստ չէր կարելի։ Չէ Նարեկ ջան, ինչի, թող ճոխություն լինի, թող ուրախություն լինի, խի պակաս է մեր ուրախությունը, չեք զգում։ Հիշում եք մի ժամանակ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, էլի դժգոհում էին ժողովուրդը դրանից, չէ։ Հա, բայց հիմա թող ուրախություն լինի, պատերազմը վերջապես իրոք էլի սաղից կոտրել է Նարեկ ջան, տենց չի։ Ես կարծում եմ
ամեն ինչ լավ է Եվ լինելու։ քանի որ 26 թիվը նախընտրական է, կուզեք իշխանություն փոխվի Հայաստանում։ Ոչ, երբեք։ Նախկինների հետ գալ չի լինելու, այդ թող մոռանան։ Չի լինելու, ով վсё։ Նարեկ Մեկ ջան։ Փաշինյանը շարունակի։ Այո, իհարկե։ Խի դուք ուրիշ լիդեր եք տեսնում, ես չեմ տեսնում։ Քանի որ դպրոց մանկապարտեզ, կինոտներ, թատրոն, բոլորին զրկել են ամեն հաճույքներից։ Դուք չգիտեք Նարեկ ջան։ Շատ լավ գիտեք, չէ՞։ Ամեն ինչ։ Նախկիններից էլ, հիմա ներկաներից էլ։ Ինչ վատ են աշխատում։ Գիշեր ու զոր աշխատում է մեր վարչապետը, տես չի։ Դուք տեսնում եք այդ Ես տեսնում եմ, շատ։ Իհարկե, ես նախկինների օրոքել եմ ամեն ինչ տեսել Նարեկ ջան, ուղղակի չեմ կարող ընդհարցակվում, քանի որ դուք նկարում եք։ Դա հետո թող մնա, հա։ Լավ Էլի ժամանց հարց։ ձեզ։ Ձեզ նույնպես։ Մերսի։ Աշխատեք մի քիչ, գիտեք ինչ, դուք էլ էլի պետությանը օգնեք Նարեկ ջան։ Մի արեք նենց, որ մեր պետությունը կորցնեք իրոք։ Օգնությունը, խնդիրները Չէ։ ճիշտ եւ օբյեկտիվ Ես լուսաբանել։ տեսնում եմ, դուք օբյեկտիվ չեք լինում շատ Ես? ժամանակ, հա։ Հա Նարեկ ջան, Շնորհակալություն ձեր կարծիքի համար։ Լավ։ Տոնական միջոցառմանն եք եկե մասնակցելու։ Ինչ ակնկալիքներ ունեք այս նոր գալիք տարուց։ Պետության համար ինչ։ Երեխու համար եմ եկել, ես ինչ որ ես եկել։ Տեսեք, այս ամեն ինչ համար 6-7 միլիոն է ծախսվել։ Դուք սա արդյունավետ արդարացված համարում եք։ Ապերս ես քաղաքականությունից вообще դեմ։ Սա քաղաքականություն չի, սա մեր փողերի ծախսն է։ Մասնակցելու եք տոնական միջոցառման ինչու։ Ցուրտ է։ Տոնական միջոցառմանն եք մասնակցելու։ Այո։ Տոնական միջոցառմանն եք մասնակցելու։ Այո, Ինչ ակնկալիքներ ունեք այս նոր տարուց 26-ից։ ամեն ինչ։ 25-ի ձեռքբերումը ո՞րն եք համարում պետության համար։ Սաղը ձեռք բերում է, ինչն է։ Նորմալ չի։ Ուղղակի գիտեք ինչն է ցավալին։ Որ դուք միակողմանի եք լրագրողներով ամեն ինչ ասում։ Համաձայն եք իմ հետ թե չէ։ Չէ։ Նարեկն եք, չէ՞ դուք։ Նարեկ ջան, միակողմանի բաներ մի արեք։ Եթե ասում ես վատն է, ինձ էլ ասա վատն է, մյուսին էլ։ Միակողմանի չլինի։ Հիմա դուք Համաձայն ես իմ հետ թե չէ։ ես հենց տենց էլ աշխատում եմ 600 միլիոն դրամ է ծախսվել այս միջոցառման զարդարանքի լույսերի համար, արդյունավետ արդարացի համարում եք։ Հա, ես այսօր իմ երեխան որ ուրախ է արդեն ես դա համարում եմ որ արդարացի է։ Համաձայն եք իմ հետ թե չէ։ Ունես երեխա։ Չէ, իսկ կարելի է օրինակ ավելի համեստ կազմակերպել այդ Հիմի մեր հայավարիա, չգիտես, բայց մի քիչ ունես հայավարի, տնավարի լինի, չէ՞ մի քիչ ճոխոտ։ Չէ։ Համաձայն եք իմ հետ թե չէ։ Եվ 26-ը քանի որ նախընտրական է, օրինակ ուզեք 26 թվին Հայաստանում իշխանություն փոխվի։ Չի ասի։ Չի ասի։ Ինչու՞։ Որտեվ ինչքան մենք իշխանություն փոխում ենք, ավելի վատ է այդում։ Հավատում եք ինձ թե չէ։ Հիշում եք, սկզբից էլ ինչ էր ելնում, ասում ենք հեսա, այս մյուսը ընտրենք ավելի լավ ալնելու, այս մյուսը հետոքում չկա տես բան։ Մենք պետք է իրար հետ միասնական լինենք։ Եթե մենք այսօր մենք բսկտված ենք, հասկանում եք։ Այսօր մենք չունենք այն, որ ես ու դու հավատ չունենք իրար նկատմամբ։ Իսկ 91 թվին, որ 92-3-ին շարժման ժամանակ սա մի հատ իրար հետ միաբուր ախբերություն էր այտենց ասեն, բայց այսօր չկա էդի։ Այսօր են մեկ ընդեից սնվում ասում են իմ տերն է, այն մեկն ասում են իմ տերն է։ Այստեղ մնացին անտերը գյուղացիներն ու ռապեցեք մարդիկ։ Որտեղից եք եկել։ Ես Պորոշյանից եմ։ Չկա այնտեղ տոնական զարդարան, Կախի չկա։ Չէ, զարդարան կա, բայց միջոցառմանը հələ տեղակ չեմ, որտեղ տեղակ հələ բան չեն ասել, բայց ես թվում է կլինի։ Մասնակցելու եք միջոցառմանը։ Չգիտենք հələ։ Բայց ինչ օրինակ 600 միլիոն դրամ է քաղաքապետարանը ծախսել ձեզ համար։ Չգիտեմ հələ։
Մասնակցելու եք միջոցառմանը։ Իսկ այս ծախսերը 607 միլիոն դրամ արտարացված համարում եք։ Մասնակցելու եք միջոցառմանը էստոնական։ Ուզում ենք երեկո հետ Որտեղից եք եկել։ Երևանից 607 միլիոն դրամ է ծախսել քաղաքապետարանը այս միջոցառմանը։ շատ են ծախսել։ Բայց դե ինչ արած, երեխեք ուրախանան թե չէ։ Կարելի է։ Ինչ կարելի էր այդ գումարով անել։ Դու ամեն ինչ էլ կարելի է անել։ Կարելի է թոշակառուներին օգնել, կարելի է մի ինձ բանը օգնեին, որ ժողովրդի համար օգուտ լիներ։ Էտա։ Ուրիշ ոչինչ։ Եվ այս անցնող տարին Հայաստանի համար ձեռքբերումներով տարի համարում եք, թե ոչ։ Այո։ Կարող է, էլի, ես ինչ իմանաս։ Որպես քաղաքացի ձեր համար ո՞րն էր մեր պետության ձեռքբերում այս 20 Ոչ մի բան։ Ոչ մի բան լավ չի, մանավանդ թոշակառուների համար։ Ես թոշակառու եմ ինչ է, ոչ մի բան չենք ստանում, դա ինչ ա որ։ Դե հիմա քարտով ծախսեք, քեշբեք ստանաք։ Ծախսով հիմա ասենք թե ես քաղաքում եմ, բա գյուղի թոշակառուները ինչ ասեն։ Տան վարձը մուծեն, խոսանքի, գազի, ջրի, բայց ինչ ա մնում։ Ոչ մի բան։ 26-ին ինչ կուզեք լինի Հայաստանի համար։ Խաղաղություն։ Ուրիշ ոչ մի բան, մեկ է բոլորին առողջություն։ Հիմա կա խաղաղություն։ Չեմ պատկերացնում հələ, որտեղ ոչ մեկը չի հավատում այս մեր նախարարությանը, վարչապետին բանը։ Պետք է ասում եմ, պետք է մնանք, տեսնենք, թե դազատարում ինչ կլինի։ Եվ 26-ը նախընտրական է Հայաստանի համար, կուզեք իշխանություն փոխվի։ Անպայման պետք է փոխվի։ Թե չէ ասեն ժողովուրդը ոչ մի բան չի անում։ Ոչ մեկը չի օգտվում ոչ մի բանից։ Էլ ինչ պետք է լինի։ Ավելի լավ է փոխվեն, թող ուրիշ չգա։ Չէ, բայց ասում են այս իշխանությունը դպրոց է կառուցում, անկապարտեզ համար չի, կեսը համաձայն են, կեսը համաձայն չեն։ Ով որ օգուտ ունի համաձայն, ով որ չունի, օգուտ չունի չի համաձայն չի։ Միջոցառմանը մասնակցելու եք։ Այո։ 607 միլիոն դրամ է ծախսվել այս միջոցառման զարտարանքի համար, արդարացի համարում եք։ Ոչ։ Ինչու, բայց երեխաները կուրախանում են։ Երեխաներին առանձին է, թող եթե ղեկավարա, թող մարդավարի ղեկավարի Հայաստանը։ Ուրիշ ոչ մի բան Բայց դա ինչ չեմ կապ ունի զարտարանքի։ Մեծ կապ ունի։ Այդ նույն գումարը կարող տրամադրել Ղարաբաղցիներին, զոհվածի ընտանիքներին։ Մասնակցելու եք միջոցառմանը։ Այո։ Տրամադրությունը ո՞նց է։ Շատ լավ։ 607 միլիոն դրամ են ծախսել այս միջոցառման համար։ Կներեք, բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Քաղաքականություն Ինձ չի հետաքրքրում ինչքան։ Բայց դա ձեր փողերն է նաև։ Բան չունեմ ասել, հիմա ես ուզում ասեմ, ես ընդհանրապես չեմ խառնում այդ հարցերով ու չեմ էլ ցանկանում։ Եվ 25 թիվը հաջողակ համարում եք Հայաստանի։ Ինձ համար հա։ Ինձ համար հա։ Քանի որ իմ տարին է։ Իսկ Հայաստանի համար 26-ին ինչ կուզեիք տեսնել։ Խաղաղություն։ Խաղաղություն, ուրիշ ոչինչ։ Չկա հիմա խաղաղություն։ Կա, բայց ցանկանամ որ ընդհանրապես լինի, ոչ թե միայն այս տարի կամ մյուս տարի։ Ընդհանրապես միշտ խաղաղություն թող լինի Հայաստանի համար։ Եվ 26 թիվը նախընտրական է, կուզեք իշխանություն փոխվի Հայաստանում։ Չեմ այդ հարցերով ես չեմ զբաղվում, չեմ էլ ուզում սկի հետաքրքրվեմ, չեմ էլ ուզում մտածեմ թե փոխվի թե չի փոխվի։ Բայց դուք եք նաև որոշողը ձեր քվեով։ Այդ գգավորը բարին հետ է։ Այդ ժամանակը որոշենք։ Մասնակցելու եք միջոցառմանը։ Հա, 607 միլիոն դրամ է ծախսել քաղաքապետարանը։ Ինչ կասեք, արդար է։ Դե երևի արդար է, էլի։ Էլ տեղ չուներ, Հայաստանը խնդիր չկար, որ կարելի էր լուծել։ Իհարկե աներ, բայց ավելի այսպես համեստի մեջ։ Չէ, ինձ թվում է, որ ժողովրդի համար ուրախության համար արժեր։ Եվ 25 թիվը ձեռքբերումներով էր Հայաստանի համար։ Հա, Ինչն եք համարում մեր երկրի ձեռքբերումը։ ամեն առումով, թե քաղաքական, թե մնացած։ Եվ 26-ը նախընտրական է, կուզեք իշխանություն փոխվի։ Չէ, չեմ ուզի։ Ինչու։ Այս իշխանությունը լավ իշխանություն։ Ինչով է լավ էս իշխանությունը։ Լավ է։ Մասնակցելու եք տոնական միջոցառմանը։ Այո, 607 միլիոն դրամ է ծախսվել։ Նորմալ է։
Նորմալ է։ Նորմալ է։ Չէր կարելի ճիշտ է նշել, անպայման նշել երեխաների համար, Չէ, բայց դա կապ համեստ։ չունի, անպայման նշես չես նշի, բայց նորմալ է։ 607 միլիոն է։ Մենք այն պետությունն ենք, որ կարող ենք մեզ այդպիսի ճոխություն թույլ տալ։ Դե հիմա այդպես է գալի, որ այդքան հնարավորություն ունեն, արել են։ Լավ տարի էր 25-ը Հայաստանի համար։ Ոչինչ, վատ չէր։ 26-ին ինչ կուզեք լինի։ Դե ինչ որ Աստված տա։ Հա, մասնակցելու եմ։ 607 միլիոն դրամ է քաղաքապետարանը ծախսել, արդյոք շատ չէ այդ գումարը։ Ճիշտ ասած, ես հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ չգիտեմ ինչի վրա են ծախսեն։ Այս Երևի զարդարանքի, լույսերի, շոա լինելու արդարացված է իմ կարծիքով, մենք որտեղ էսի մի տարվա համար չի, էլի մի քանի տարվա համար է։ Արդարացված չէր լինի, եթե ասենք մի տարվա համար լիներ, բայց իմ կարծիքով այս քանի տարի նույն բանը հավաքում են, էլի։ բայց Հայաստանը կարող է իրան նման ճոխ ծախսեր թույլ տալ։ Այն վաղ ավելի մեծ ծախսեր էին անում ճոխ ուրիշ բաների վրա։ Ինչերի։ Դե դու լավ գիտեք ինչերի։ Դուք է ժողովրդի հետ ավելի շատ եք շփվում, իմ կարծիքով Այնակ դուք ինչ գիտեք։ լավ դուք ավելի տեղյակ եք։ Ասեք ես եմ։ Դե սաղ էլ գիտեն ինչի։ Ասենք պարտադիր չի, ես կոնկրետ ասեմ ինչի։ 26 Դղյակների, իրանց հաճույքների ու տենց։ 26-ը նախընտրական տարի է, կուզեք իշխանություն փոխվի Հայաստանում։ Չէ, չեմ ուզի։ Եթե փոխվելու է լինի, պիտի ավելի լավ իշխանություն գա։ Բայց եթե պիտի հին թալանչիները գան, ավելի լավ է ներկան մնա, որտեվ ներկան 1000 անգամ լավ աշխատում, քան թե հինը։ Ո՞րն եք համարում ձեռք բերում այդ աշխատանքի։ Ձեռք բերում է աշխատանքն ինչ որ արվում է երկրում։ Մեծ աշխատանքներ արվում, թե դպրոցաշինության, թե ճանապարհների, թե խաղաղության։ Ասենք դի կույր ելնես, էլի որ չտենաս առնվազը։ Կամ էլ պիտի փոխտան հակառակը խոսա, սենց ասեմ։ Բայց փարկասում ենք ինչ որ տենում ենք, ինչ մեր աշխով տենում ենք, ճիշտը ասում ենք։ Տոնածառի լույսերն են միացնելու համերգ կլինի։ Միացնեն ինչ կլինի։ 607 միլիոն դրամ են ծախսել։ 607 միլիոն, ինչի վրա։ Այստեղ շոա լինելու համերգ, ինչ որ զարդարանք, լույսեր դրա վրա։ Դու ուզում ես իմանաս ճիշտ է թե սխալ։ Շատ է թե քիչ է ձեզ։ Ապեր էդի շատ է, կարային ավելի շատ ծախսեին, բայց բարեգործ մարդիկ թող ծախսեին, ոչ թե պետությունը։ Պետությունը այնքան տեղեր ունի, ծակեր ունի փագելու, որ այդ գումարը կարելի էր ավելի ճիշտ տեղեր ուղղորդելու։ Պետություն ենք, ինչի պետք է մեր հրապարակի տոնածառը բարեգործը դնի։ Ոչ թե բարեգործը դնի, այլ այդ գործողությունը բարեգործը կատարի, այն որ այդում են տները դուրը ծեծում են, փող են տալի։ Պետությունը չի կարա օգնի, որ իրանք են անում։ Ինչի վրա կարելի էր այս 607 միլիոնը ծախսել։ Կրթական համակարգի վրա։ Իմ տղեն էլ է ուսանող, կրթաթոշակ ստանում 50,000 դրամ, մեր երկրում ինքը պետք է դառնա լուրջ սվարչիկ, երրակցող։ Ու ցանկալի էր, որ ավելի լուրջ մասնագիտությունների վրա ծախսվեր այդ փողերը, որի կարիքը մեր երկիրը ունի ու կունենա հələ երկար տարիներ։ Դե լավ, այնց 10 տարի առաջ 5000 դրամ էին կրթաթոշակ տալիս։ Իսկ որը կհամարեք 25 թվի Հայաստանի համար կարևոր ձեռքբերումը։ Կարևոր ձեռքբերում չկա հələ տենց, ես չեմ տենում այդ ձեռքբերումը։ Գիտես ինչի, որովհետև մենք ես մեկը համարվում եմ դրսում միգրանտ աշխատող, որ այդ աշխատանքի ես կցանկանայի իմ երկրում կատարեի, ես էլ եմ երրակցող։ Բայց ասում եք կան շինարարություն կա, կներեք դպրոցներ, մանկապարտեզներ, ասում է աշխատողի շինարարի խնդիր կա։ Իսկ վճարը, գումարը, ինչքան է։ 400,000 դրամ։ Երրակցողի մասնագիտությունը 400,000 դրամ արժի այսօր։ Իսկ կառավարությունը 700,000 դրամ են ստանում, ասում են հոգնում են, գիտեք ինչ ենք անում, հոգնում ենք։ Ինչից եք հոգնում։ Եկեք հոգնել տեսեք։ 26 թիվը նախընտրական տարի է, կուզեք իշխանություն փոխվի։ Միանշանակ։ Ես այս իշխանության կողմնակից չեմ ելել հələ 18 թվից։
չեմ կարող ասեմ ով կլինի իշխանության, կցանկանամ, որ իմ երկիրը բարեկեցիկ կլինի ու չեթանք դուրսը աշխատենք ունդել մեզի երկրորդ դասակարգման մեջ զգանք կոնկրետ տեսնգեի մասին է, էլի ՌԴ-ի։ Ուրիշտեղ Եվրոպա առաջարկ եղելա չեմ ուզեցել գնամ, ինչի է հետաքրքրում Եվրոպան, բայց ցանկալի այդ աշխատանքը իմ երկրում լինի ու ճիշտ վարձատրվեմ ես։ Կողմնակից չես իմ հետ, կողմնակից է։ Եկել եք մասնակցեք միջոցառմանը։ Չգիտենք, ախպեր լավ որ եկել ենք։ 607 միլիոն դրամ է ծախսվել, նորմալ է։ Լավ են արել։ Այո, նորմալ է։ Կարելի էր ավելի համեստի մեջ կազմակերպել, իհարկե անել, որովհետև տոն է, երեխաները պետք է ուրախանան, բայց համեստ օրինակ արժե, ինչ էլ անեն արժե։ Ինչ էլ արվում է մեր Հայաստանի հիմար արում, բրատ։ դուք 25 թվական ինչպես կգնահատեք Հայաստանի համար ձեր բերումներով տարի էր։ Նայած ինչ որ բաներով։ Իսկ 26-ին ինչ կուզեք Հայաստանի համար լինի։ Սրանից երկու անգամ ավել։ Մասնակցելու եք միջոցառմանը։ Այո, Հա։ այո, Եվ իսկ ծախսերի հետ կապված ինչ կարծիք ունեք։ 607 միլիոն դրամ է ծախսվել։ այ տեղյակ չեմ։ Բայց որ հիմա տեղեկացակ նորմալ համարում եք։ Ինչպես։ Այո։ Ապել մտ հեռացող։